գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Lore Travel զբոսաշրջային օպերատոր, գործընկեր Dream Park հյուրանոցա-ռեստորանային համալիր։ Как только ты начинаешь, как мне кажется, завидовать другому человеку, ты становишься внутри черным. Բայց դու արժանի չէիր, բայց դու վճարել ես, դու խարդախությամբ, չգիտեմ, ինչ-որ բան էր, որ գիտեմ մենակ ես։ Այդ էս ինքը քեզ նախանձում է, իսկ ասում է ոնց, դա չի կարող լինել։ Որ եթե ես խաղայի դերի, ես կանգնեի բեմից ու գլուխս կջարդեի։ Прям как добрая самаритянка։ Не думаю։ Իրեն դրել է Մերլին Մոնրոյի տեղը։ Հավանաբար ունի հարուստ սիրած, հավանաբար ճանապարհը։ Այ քեզ բան։ Ես բան չեմ անում էլի, զարկ չեմ տալիս նախանձին, խոսակցությունները մոտ այ քեզ բան, ասենք ինչ գրելու բան է։ Ոնց որ ինքդ քեզ ես, հա, խոսում։ Լսի, ինչպես ասում են, միտք мысли вслух, հա, չգիտեմ։ Ինչ է պատահել, ինչ է եղել, ով է ում նախանձել, ինչի մասին է խոսքը։ Մի կերպ չեմ կարողանում, ոչ մի կերպ չեմ կարողանում հարմարվել, որ կինը կնոջը նախանձում է։ Կնոջ սոլիդարություն ֆայ։ Կինը կնոջը նախանձում է։ Հա, թե չէ տղամարդուն չի նախանձում, բայց կինը կնոջը շատ ավելի։ Այսինքն կինը գրում է ինչ-որ մեկնաբանություն, այնել են դեպքում, որ ես գիտեմ ով է գրողը եւ ինքը այդ բացարձակ այդ տեսակը չի հանդիսանում, ասենք ինչ ես ուզում դրանով ապացուցես։ Հետաքրքիր է։ Կամ ում ես ուզում դրանով ինչ-որ բան ապացուցես։ Կա թե ոչ։ Իհարկե կա։ Դու չգիտեիր դրա մասին։ Դե կներես, ես ասում եմ, ես կարող եմ խոսել տղամարդկանց առումով, բայց ես ինչ իմանամ, դուք ձեր միջև նախանձում եք երբ։ Կինը չի եկել ասել, ես լսել եմ, որ կինը քանդել է, չգիտեմ, ընկերուհու ընտանիքը, չգիտեմ, ուրիշ բան է արել։ Դեկոր կինը, դեկոր կնոջ։ Բաներ լսել եմ, բայց այս չգիտեմ, դա նախանձ կարելի է կոչել, անվանել թե ոչ։ Լավ, եթե ես ինչ-որ բան ասեմ, դու միևնույնն է վերապահումով ես մոտենալու, ոչ ես հավատալու։ Ավելի լավ է տեսնեմ կանայք ինչ են խոսում իրենք իրենց մասին։ Դե հիմա հետևի, մենք կանացի նախանձ թե ոչ։ Հրավիրենք մեր հյուրերին, հետևի երբ լսի, արդյոք կա թե չկա կանացի նախանձ։ Այսօր առաջինը մեզ է միացել գեղեցկուհի դերասանուհի, նաև ռեժիսոր Ելենա Վարդանյանը, ողջույն, բարի գալուստ, լույսը վարիր տաղավար։ Եկար լույս բերեցիր, կարծես հավելյալ, այսպես հազոր լույս բերեցիր մեր տաղավար։ Շնորհակալ եմ ձեզ շատ ու ուզում եմ մինչև սկսելը ներողություն խնդրեմ, իմ հայրեն այդքան էլ լավ չի, ինձ թվում է եթերային չի, կարող է ինձ թվում է, բայց խոսում ես, ասենց քիչ, կարող է թվում է ու ես ուզում եմ ասեմ, եթե ձեզ չխանգարի, ես շարունակեմ ռուսերենով, որովհետև ինձ թվում է թեման շատ կարևոր է լինելու, ինչպես միշտ բոլոր ձեր հաղորդումներում ճիշտ ասեցի։ Спасибо։ Ու դրա համար որ այդ թեմայի շուրջ ես էլ ունենամ ասելիք, ինձ տենց ավելի հարմար կլիներ ռուսերենով արտահայտել։ Պայմանավորվեցինք, այն կարևոր է։ Փորձիր, մենք քեզ կօգնենք, միանակ չեք թողնի։ Причем ասեմ ձեզ, որ ես հատվածը որ ասեցի հայերեն, ու միջև հիմա շարունակում եմ, ինձ թվում է սա իմ ամբողջ 17 տարվա կարիերայի մեջ առաջի դեպքն է, որ այսքան խոսացի հայերեն եթերում։ Ազդեցությունն է դա Տիգրանը շատ։ Ձեր երկուսի ազդեցությունն է, որովհետև դուք եք շատ լուսավոր, շատ գեղեցիկ այսօր ու շատ լավ մարդիկ։ Լեն, նայր, ուրեմն թույլ հենց Լենա այսպես մտել միտքի մեր, հա, եւ մենք փոխադարձ այսպես հաջողություններով փոխանակվեցինք, չէ, որովհետեւ դա իսկապես դու զգացի շատ այդպես ջերմ զգացողություն իմ հանդեպ որպես կին։ Հարգանք, եւ ես քո, բայց հաճախ է այդպես, որ կինը կնոջը պարզապես հաջողախոսում է եւ անկեղծ, թե все-таки կանացի նախանձը, կանացի այդ ինչ-որ անհանդուրժողականությունը կամ էր իրականության մեջ։ Ես կլինեմ ձեր էքսպերտը եւ կասեմ ձեզ դա անկեղծ է թե ոչ։ Ես ասեմ, ինձ թվում է դա շատ մեծ խնդիր է այդ նախանձը։ Ես մտածում եմ, որ դա պարզապես եկեք մի քիչ ռուսերենին անցնեմ, հետո шаранакем հայերեն։ Мне кажется, это все-таки даже в какой-то степени грех, потому что завидовать человеку это изначально себя затемнять внутри, искажать, не радоваться, не уметь радоваться сегодняшнему дню. А для меня очень важный фактор, живя жизнью, ты должен обязательно говорить спасибо Богу, что у тебя есть крыша над головой, что у тебя есть семья,
что у тебя есть определенный достаток. Ну, что бы ни было, нужно говорить спасибо. А как ты можешь говорить спасибо, если ты не ценишь того, что есть? Что если ты не ценишь, значит, ты уже начинаешь завидовать другим людям. Լեն դու գեղեցկուհի ես, դες հիմա ես Спасибо. որպես տղամարդ եմ ասում քեզ, որտեղ կա գեղեցկություն, այդտեղ կա նախանց բնականաբար։ А вот мне кажется по-другому. Մանավանդ նույն սերի մոտ։ Այ Ոչ քո թե ընկերուհիների, հա, դիմացի սերի։ շրջապատը ես վստահ եմ, հա, նստում եք սուրճ եք խմում, չգիտեմ, թե եք խմում, բայց դու զգացել ես այդ նեգատիվ ալիքը, որ մարդը ժպտում եք, բայց նախանձում է։ Смотрите, опять же, учитывая, что у нас сфера деятельности немного иная, Առավել եւս։ это, да, максимальная зависть, наверное, может быть, даже не зависть, а, ну, вот странные такие ощущения мы испытываем. Мы испытываем даже выходя на сцену. Вы, сидя здесь, в этих прекрасных, атмосферных, красивых местах. Но, наверное, это нормально для некоторых людей. Смотрите, есть чем карахосам эн бани масин, инче чем сгум. Դու նախանձ չես նախանձել։ Нет. Գիտեք ինչի, որովհետև ես միշտ իմ ուղեղը նենց է աշխատում, ես անալիզ եմ անում միշտ ամեն ինչը։ Ու я сейчас, вот когда вы предложили тему, проанализировала себе и думаю, а были такие ощущения? У меня в жизни не было. Чему нужно завидовать? Успеху, красоте, счастью, деньгам и так далее. Любви, любви. самое главное. Так вот, всякое бывало у нас у всех в жизни. И у зрителя, и у вас, и у нас. Но, допустим, я всегда успех человека рядом со мной стоящего, это для меня как такой, знаете, стимул быть лучше. Это всегда стимул равняться на человека. Դա քո համար։ Да. Դա քո համար։ Իսկ օրինակ մանկական տարիքից դեռ դպրոցական տարիքից միշտ այդ դասարանում լինում են առանձնահատուկ աղջիկներ, հա, մի քիչ չգիտեմ, մեկը խելքով, մեկը տեսքով, մեկը դիրքով, սոցիալական դիրքով։ Այ արդյոք չի եղել քո կողքը որևիցե ընկերուհի, ով չի կիսել քեզ սիրող համադասարանցի տղային, միգուցե սկսենք դեռ դպրոցից եւ Սկսենք դպրոցից, քեզ նախանձող, ոչ թե դու նախանձող։ Երևի թե եղել է ու հիմա էլ կա, բայց այդպես բաներ ես չեմ նկատել երբեք իմ կյանքի մեջ։ Չես ֆիքսել դրանց։ Չեմ ֆիքսել, որովհետև ես ընկերուհիներ տենց հասկացողություն երևի թե շատ չունեմ։ Դու ուժեղ կին։ Գիտեք ինչու, որովհետև ըստ ուժեղության հարցը չի, ինձ мне повезло в жизни. У меня есть сестра. Милена, родная сестра, у нас 1,5 года разницы. И школу, и всю жизнь мы вместе. У մենք միշտ միասին ենք եղել։ Ու ամենամտերիմ անգերս միշտ եղել է իմ քուրիկը։ Есть берели. Да, я сейчас так скажу, у меня в окружении всегда очень много людей, которых я уважаю, которых я люблю и ценю. Но именно в жизни единственный мой друг – это моя сестра. Что касается женщин. Լեն, ինձ թվում է դա քո մայրիկի առանձնահատկությունն է։ Երևի մայրդ է այդպես դրել, որ դուք միմյանց այդքան սիրում եք, որովհետև կան չէ քույրեր։ Իհարկե ողջունում եմ բոլոր այն քույրերին, որ նաև զատ քույր հարազատ հարաբերություններից այրունակցական նաև ընկերներ են, ընկերուհիներ են, բայց կան քույրեր, որ դա բացառություն չի եւ գաղտնիք չի, որ անգամ մեկը մյուսի ամուսնուն է տանում։ Նախանձում են իրար բնականաբար։ Я вообще такого себе не могу представить, это, наверное, какой-то страшный сон, да, или фильмы, но я могу только посочувствовать таким людям. И вообще, вы знаете, наверное, оттолкнемся от темы сестер, братьев, вот подруг. Мне все-таки кажется, если человек удовлетворен, если у человека все хорошо, ну, не смотрит человек на сторону, не завидует он людям. Мне так кажется. Другое дело, если ты смотришь на другого артиста или другого режиссера или каких-то там людей, которые больше тебя, может быть, վաստակել են այս կյանքում, բայց դու դա պիտի ինձ թվում է ընդունես որպես на будущее как рост, а не как зависть. Потому что я осознаю одну вещь. Как только ты начинаешь, как мне кажется, завидовать другому человеку, ты становишься внутри черным. А эта чернота никогда тебе в жизни принесет ни удачу, ни успех и ничего хорошего. Դա գիտակցաբար, հա, ես էլ եմ դա անցալում, Տիգրանն էլ А вы имеете в виду на неосознанном уровне? Գիտակցաբար մակարդակի վրա, այո, պարզապես, այդպես դու ռեժիսորի կողմից սիրված ես, ունես դեր։ Գլխավոր, մյուսը չունի, ինչ անի, նեղվում է, մի րոպե նա չի համարում, որ դու ավելի լավն ես եւ համարում է, որ ոչ, բնավ լավն էլ չես, նա ավելի առանձնահատկություն եւ առավելություն ունի։
քան դու։ Ես համաձայն եմ։ Արդարացի նախանց կանացի, արդարացի։ Это повсюду, сплошь и рядом, в этом мире. Но вы знаете, я же не всю жизнь играю главные роли. У меня тоже есть маленькие роли. Но даже в этот период я никогда не думаю, почему не я там на чужом месте. Потому что всех денег не заработаешь, все роли не сыграешь. Երբ եղել է անարդարացի որոշում, այդ դու պետք է խաղայիր, բայց ուրիշին են տվել է վստահել այդ դերը։ Да ես մտածել եմ, որ տենց պիտի լիներ։ Ես մտածել եմ, որ եթե ես խաղայի այդ դերը, ես կանգնեի բեմից ու գույլախս Ты прям как добрая самаритянка. Не думаю. Я достаточно... Не могу сказать, что я в профессии добрый человек. В этом плане нет. Я собранный, наверное. Я просто телец, и у меня такая приземленность определенно существует. Мне кажется, я верю в эти гороскопы иногда. Мне кажется, из-за этого. И вернемся к вопросу насчет подруг. Почему у меня их и так много и не было? Потому что я всегда работала, долгое время была замужем. 13 лет. У меня всегда были какие-то семейные дела и есть, и будут. Всегда работа. У меня нет времени завидовать. И нет времени ощущать эту зависть на себе. Լավ, ընկերություն չես ուզում անել, ունենալ շրջապատ, շատ Ես շրջապատ ունեմ։ Չէ, հենց ընկերուհիների հետ դու կարծես փակել ես այդ դաշտը։ Եվ ներողություն մի քիչ Где на это время найти? Մի քիչ ներխուժենք անձնական կյանք։ Հաճախ անձնական կյանքը, կնոջ անձնական կյանքը խաթարվում է հենց կանացի իսկ սերի Да. մասնակցությամբ։ Да, конечно. Հիմա ասեցիր երկար ժամանակ եղել եմ ամուսնացած, հա, 13 տարի։ Եթե չես ուզում կարող ես չնշել, բայց ամեն դեպքում միգուցե հենց կին է եղել, բայց մենք չգիտենք, կին է եղել պատճառը, միգուցե, չէ, կին։ Нет. Այսինքն կանայք քո համար կանացի ընկերություն դու կամ ավելի շատ այդպես սուբորդինացիա դիստանցիա пахում ես Наверное, որպեսզի չբախվես Скорее всего. Вот это на неосознанном, на подсознательном уровне вот это идет. Դու Мне բլոկել кажется, ես да. դաշտը եւ վերջ։ Знаете, так получилось. Я не сделала это специально, потому что разочаровалась в жизни в людях. Нет, я люблю всех тех, с кем я общаюсь. Я люблю, уважаю их. Женщин, мужчин в моем окружении. Потому что близко не подпускаешь. подпускаю Слишком некоторых. близко. Думаю, что даже есть... На пальцах можно посчитать людей, которых подпускаю. Но никогда в моей голове нет такого, чтобы я заметила какую-то зависть или позавидовала сама. Поэтому тема настолько от меня далека, что я даже не знаю, как на нее реагировать. Но, учитывая, что, опять же, мы люди, которые постоянно в медийном пространстве, и мы понятно, что понимаем, особенно по комментариям, которые иногда в наш адрес летят, что чувствуют люди, которые видят нас, а часто мы слышим: да что вы делаете? Вы развлекаетесь и так далее и тому подобное. В этот момент тоже я хочу этим людям обязательно сказать. Мне кажется, вот тут зависть просачивается именно в этих моментах. Тут я могу обсудить этот момент. И люди просто не знают, как мы можем в 8 утра прийти, уйти в 2 часа ночи, не увидеть ребенка, не успеть поесть, не успеть нормально пожить и так далее и тому подобное. И тут для меня, да, конечно же... Անավատ երբ կանայք են գրում, հենց գեղեցիկ սերին ուղված, այդ մեկնաբանությունները նեգատիվ։ Я вам скажу так. Не думается мне, что в основном это делают женщины. Часто мужчины, очень-очень-очень много, наверное, тоже бывают. Ну, это не совсем уже мужчины. К сожалению, да. К сожалению, да, но такое бывает. И вообще, в принципе, если посмотреть со стороны на тему зависти или тему женщин, мужчин и так далее, все-таки, если бы каждый человек занимался любимым делом, ну, постарался бы в этой жизни и пройти на дно... Այսինքն չի ստացվում, այդ սիրված գործոզում չի ստացվում, մարդը համարում է անհաջողակ իրեն, ու չի ստացվում, չի։ А вот поэтому и չի ստացվում, որովհետև մարդը համարում է անհաջողակ Չի ստացվում, դրա համար է համարում անհաջողակ, հենց այնպես Բայց հենց ինքը սկսում է համարի տենց, էլ ոչ մի բան չի էլ ստացվի, որովհետև բոլորիս մոտ եղել է անենց, որ չի ստացվել։ Есть одно хорошее выражение. Երկ տևական ժամանակ հա չի ստացվում ու չի ստացվում, չէ, մարդը չարանում է, Меняй профессию. ինչու է, ահա, դու հեշտ ես ասում, հա, մարդը Ես հեշտ չեմ ասում։ Մարդիկ տարբեր, մարդը չարանում է եւ սկսում է դիմել տարբեր միջոցների։ Я не говорю հեշտ, Նայք, я проходила это. Я проходила, что у меня что-то не получалось, и я кардинально меняла профессию. Я вам более того скажу, когда в 2008 году я приехала в Армению, я в Москве занималась бизнес-управлением. И не то, что мне не получалось, у меня замечательно получалось. Я пришла в театр, посмотрела, я эту историю все знают, наверное, уже все уши это. Я посмотрела спектакль, я решила, почему бы не попробовать.
С 2008 года. До сегодняшнего дня я артист Русского драматического театра. И уже и режиссер. И уже и думаю, что может быть дальше, потому что не всегда мы можем быть свежими, молодыми, красивыми. У нас, извините, уже есть и проблемы со здоровьем. Мне 41 год, мне уже не 23, и много чего ты должен думать заранее. И если я сегодня не подумаю о том, что со мной будет через 10 лет, может, не будет так, но план ты должен иметь определенный. То вот тогда через 10 лет я буду... Ну, конечно. Ну да, у меня есть конкуренция огромная, у всех у нас. Всегда есть лучше тебя, всегда есть богаче тебя, всегда есть талантливее тебя. Но если ты не умеешь восхищаться этим, ты потихоньку из человека превращаешься в животное. Вот такое у меня мнение. Ну ты упертая, прям телец. Շատ հետաքրքիր է։ Եվ միջ մեզ կմիանա մեր հաջորդ հյուրը, մենք հատուկ քեզ համար ունենք անավարտ մի քանի նախադասություն հատուկ դերասանու համար է։ Մտքեր դու պետք է շարունակես, այ մտքիդ եկած առաջին միտքը պետք է շատ արագ փորձես արտահայտել։ Okay. Դերասանական ճանապարհիս ամենամեծ շրջադարձային պահը եղել է այն ժամանակ, երբ որ ես Մոսկվայից եկա Հայաստան ու մտածեցի, որ կդառնամ դերասանուհի, ու ինձ տենց էլ եղավ։ Մյուս օրը ես գնացի Ալեքսանդր Սամսոնովիչի մոտ, ինքը ինձ ընդունեց։ յուրաքանչյուր նոր դերի համար ես նախապատրաստվում եմ սկսելով С текста. Очень важно, потому что я считаю, что, ну, во-первых, я в большинстве в русском театре, а русский театр – это русское слово. Это очень важный фактор текста. Դերասանուհի դառնալու մասին իմ առաջին մտքերը ծնվել են այն պահին, Երբ որ ես եկա նայեցի Պարոնյանում ներկայացում 2008 թվին, երբ որ եկա Մոսկվայից 2 շաբաթով պրոստը մամայինց մոտ հյուր։ Это վաղտ։ Առանց ակադեմիական կրթության։ Միջև այսօր։ Դա տիշ։ Нет. Եթե կարողանայի ընտրել ցանկացած դեր աշխարհի ցանկացած ֆիլմում, ես կցանկանայի խաղալ Каждая роль, которую я получаю, если она мне интересна, это уже моя мечта. ամենակարևոր բանն իմ մասնագիտության մեջ Душа и зритель. Вот моя душа и зритель. Люди. Люди и мой текст. Мы же так или иначе, как психологи существуем. Да вы тоже, как интервьюеры. Դա հոգին է եւ հանդիսատեսը։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք դիմավորենք մեր հաջորդ զրուցակցին։ Եվ զրուցենք նրա հետ կանացի նախանձի մասին։ Գեղեցիկ սերի եւս մեկ ներկայացուցիչ մեզ միացավ Quattro Band-ի ներկայացուցիչ Լարա Աթոյանը։ Ողջույն, բարի գալուստ լուսավարիր տաղավար։ Բարև ձեզ։ Ձեզ մոտ իրոք շատ լուսավոր է։ Այո, կարծես թե այսօր շիկահերների օր լինի եւ հատուկ գեղեցկուհիների են կայուն ընտրել։ Ինչու գեղեցկադ է, որովհետեւ կանացի նախանձը սովորաբար հենց առնչվում է առիթ է հանդիսանում գեղեցկությունը, որպեսզի կինը, մեկ այլ կին մյուս կնոջ հանդեպ տածի այդ սև եւ տհաճ զգացողությունը։ Այ հաճախ եք առնչվել կանացի նախանձի հետ, ասպարեզի։ Հատկապես երկարվեստում ի վերջո, ելույթներ, բեմ, Իրականում գիտեք ինչ առումով առնչվել ու դա հենց իրական վերջին թարմ պատմություններ կարող եմ պատմել։ Ինձ մոտ վերջին 2 տարին է ինչ սկսվել է այս ամենը, այսինքն ես սկսել եմ զբաղվել երկարվեստով ու քանի որ մի քանի ամիսներ անց արդեն հայտնության ես սկսեցի ինքնաարտահայտվել, ես չեմ համարում որ ես հիմա ինչ որ շատ հայտնի փուլում եմ գտնվում, բայց ճանապարհին եմ։ Ճանապարհին։ Ես այդ ժամանակ սկսեցի բավականին կարծիքներ լսել, իսկ ինչու ոնց եղավ ինչպես եղավ, ինչի այն օրինակ մի քանի ամիս է երգում, բայց արդեն օրինակ այսինչ լավ տեղում երգեց օրինակի համար ու դա հիմնականում լսում եմ այնպիսի մարդկանցից, ովքեր սկսել են երգել օրինակ վաղուց, բայց տանը նստած սպասել են, երբ իրենց կնկատեն։ Իսկ ես օրինակ տեսակով պրպտող եմ, այսինքն երբ ես որոշել եմ, որ սկսում եմ զբաղվել երգով, ես մտածել եմ ինչ կարելի է անել, ինչ հոլովակ նկարեմ, Instagram-ում ինչ տեղադրեմ, այսինքն Լավ, տես, այդ մարդիկ կայացած են, այս նախաձողները կայացած են թե ոչ, այ քիչ առաջ Դա աշխատանքի արդյունք է։ Մարդը եթե կայացած չի, ինքը նախանձում է։ Հիմա տես, քեզ նախանձողները փաստորեն կայացած մարդիկ են։ Սա շատ ճիշտ կարծիք է, որովհետև հիմնականում այո նման պատմությունները եղել են հենց այնպիսի մարդկանց հետ, ովքեր որ կայացած չեն։
Կամ իրենց մտքում միգուցե կայացած են պրոֆեսիոնալ առումով ինչ որ միտեղ, որոնք միգուցե համարել են իրենց ինձանից պրոֆեսիոնալ, դա հնարավոր է ինչու ոչ, որովհետև ես լրիվ ուրիշ ոլորտից տեղափոխվել եմ մեկ այլ ոլորտ, որում իմ տեղը գտնելու համար ես անդադար մինչև այսօր աշխատում եմ, պարապում եմ, այսինքն ինչու ոչ իմ ֆինանսի մեծամասնությունը ես ծախսում եմ վոկալի պարապմունքների վրա, դաշնամուրի, սոլֆեջոյի եւ այլն, որպեսզի ես ինքս գտնեմ այսինքն դու անընդհատ process-ի մեջ ես, նորը գտնելու, նորը առաջարկելու, հա, պրպտումների մեջ ես, այսինքն ինչ որ գործընթացի մեջ ես, գործողություններ ես կատարում, չես նստում այսպես կամ պարկում բազմոցին, նայում ֆիլմեր եւ մտածում ինձ գեղեցկուհու շքեղից ով պետք է կանչի հերթական այսպես բեմելում։ Այսինքն վաստակավորը նստած է տանը, սպասում է, պետք է հրավիրեն իրեն։ Այդպես է ստացվում։ Դե հիմնականում եթե հենց վերադառնամ վերջին խոսակցություններին հիշեմ դեպքերը, հիմնականում հա այդպես է եղել, կամ օրինակ մի քանի դեպքեր հիշում եմ, արդեն ոչ, էլի շարժի մեջ գտնվող մարդկանցից, որ օրինակ երբ որ մեր բենդը ձևավորվեց, ինչու ձևավորվել է մի քանի մոտ կես տարի, լսել եմ խոսակցություններ, որ դե մենք պետք է լինեինք այս բենդի երգչուհին, բայց խոսակցությունները շատ են։ Լավ, հիմնականում ինչ խոսակցություններ են նույն կանանց կողմից հնչում, այդպես թեկուս օթի մեջ, թեկուս ոչ այդպես հիմնավորված, բայց այնուամենայնիվ դրանք հնչեցվում են, դիպչում են հաճախ ինչին, արտաքինին, ինչեր ինչ դարձավ օրինակ, դիպչում են տաղանդին, շնորհին, ինչ երգել գիտի թե ով է, թե դիպչում են երևի ավելի շատ բարոյական կերպարին, հաստատ մեկի հետ է, որն է հիմնականում կանանց դիպչելու այդպես շարժառիթը։ Մի փոքր դժվարանում եմ, փառք Աստծո վերջինը չեմ լսել դեռևս եւ հուսով եմ չեմ էլ լսի, որովհետեւ ինչպես արդեն ասացի, իմ կյանքում ոչինչ ինչ որ մեկի շնորհիվ չի եղել։ Բայց դա չէ, այդ երեք նախադրյալներ են կամ ասում են դա։ Չէ, ու մարդն է, որ հասել է այսինքն։ Անկամ եթե ոչ այդպես վերցնենք այդպես վատ առումով, միգուցե բարեկացը, հա, բարեկամն է։ Առաջ բրթեցին, առաջ տարան, սովորական խոսակցությունների թեման։ Այդ տարբերակները չեմ լսել, որովհետև կարծում եմ մի քիչ տեսանելի աչքով էլ է պարզ, որ չկա այդ ԽՑԲ-ն։ Ինչ իմանան, բայ քիչ է սարքում։ Այո, եթե ուզեն կմտածեն դա։ Սարքածին, մտածածին։ Ես կարող եմ իմ մեկնաբանություններից մեջ բերել, չնայած էլի չեմ կարող դժգոհել, որովհետև մեծամասնությունը միշտ լավ մեկնաբանություններ եմ ստանում։ Մի ընթացք եկավ, որ ինձ շատ գրում էին, օ Մերլին Մոնրո, հայկական Մերլին Մոնրոն, ու դրա հակառակ կողմը եկավ, հիմնականում ինչպես ճիշտ հիշեմ այդ մեկնաբանությունները, իրեն դրել է Մերլին Մոնրոյի տեղը, բայց ես ընդհանրապես չեմ ունեցել այդ միտքը։ Երևի միակ բացասական կողմը, որ արտակնի հանդեպ դա արտահայտվել է, այդպես է եղել, բայց ես անկեղծ եմ ասում, դա ոչ մի մտածված ինչ որ քայլ չի։ Իսկ կերպարային փոփ չես արել, ինչ որ մի հոլովակում այ նմանեցնել, հա, այդ կերպարը Մերլին Մոնրոյի կերպարը։ Հետո արդեն իննադու, հա, դե կերեք, ինչպես ասում են, հա։ Լարջան, դու նախանձի ալիքը ավելի շատ զգացել ես այդ հայտնության ճանապարհը անցնելով կամ արդեն քանի դեռ չես հասել, բայց անցնում ես թե դեռևս միգուցե ընտանիքում, դասարանում, բակում։ Այսինքն, երբ դու պարզապես սովորական մի աղջնակ ես։ Բայց գեղեցկություն աչք էր ծակում։ Չէ, կամ պարզապես իրենցից մեկն էր, կամ ինչն էր այն ժամանակ երեխայական նախանձը, աղջիկ երեխաների նախանձը, այ ընկերուհիներին ենք վերցնում։ Ես միշտ եղել եմ ակտիվ, շրջապատում միշտ են ակտիվ կերպարը, որ սիրում է շփվել, ինչ-որ բաներ կազմակերպել եւ այլն։ Երբ թե ավելի շատ մանկական բաներ միգուցե կարողանամ հիշել, այդպես հենց այն մանկական նախանձը, որը ես երբեք չէի նկատում, որովհետեւ չէի ընկալում մեր տանը։ Երևի թե, հա, որովհետև չի հասկանում ինչի համար, ինչին, միշտ լինում են չէ այդպիսի դեպքեր, որ մայրիկն է նկատում, ասում է, այ տես ինքը քեզ նախանձում, այսպես ասում է, ոնց, դա չի կարող լինել։ Ահա։ Բայց դա շատ ավելի մանկական, որովհետև նորից ինքդ ունես քույր թե եղբայր։ Չէ, քույր եղբայր չունեմ, բայց ունեմ շատ լավ ընկերուհիներ, որոնք ինձ դարձել են այս պահին որպես անկեղծ չեմ նախանձում։ Իսկ երբ հասկացար, այ ինչ է այդ նախանձ կոչված։ Այն ժամանակ ասում են, այս զգուշ եղել ընկերուհիդ նախանձում է, դու չէիր հավատում, ասում են այդպիսի բան չկա։ Իսկ երբ եկավ այդ ժամանակը, որ դու վերջապես կիսեցիք ինչ-որ բան, որ դա արդեն սկիզբը դրվեց։ Կամ չկիսեցիք։
Երևի թե ինչ-որ պատմություններ լսելով, բացահայտելով, ինչ-որ խոսակցությունների հետ առնչվելով, այս պահին հատուկ դեպքեր չեմ կարողանում հիշել, բայց կարծում եմ այդպես Երգիչների համար նաև շատ կարևոր տեղ է գրիմանոցը, երբ Ամերիկից առաջ այս կամ այն արտիստը սկսում է այսպես, հա, միանում է BBC-ին եւ սկսում է բամբասել հարևան գրիմերկայում գտնվող արտիստից։ Երբ որ ես նոր էի սկսում իմ քայլերը, այսպես ասած, ինձ շատ էին վախեցնում, ասելով թե ոլորտը ինքնին դժվար է, ոլորտում շատ կա կեղծավորությունը, ու ես դրանից ուղղակի սովորեցի, որ ես որտեղ գնում եմ նամանավանդ անծանոթ միջավայրների, ես ուղղակի միշտ լինում եմ շատ լուռ։ Ձեր վերաբերմունքը բամբասողի հանդեպ։ Ինչ եք անում, լսում եք։ Հա, աջակցում եք, լսում եք, խորհուրդ եք տալիս։ Очень часто бывают такие ситуации, о которых вы говорите, и это очень больно, это очень трагично, это отвратительно. Потому что один человек, когда говорит про другого при третьем человеке, он уже непосредственно влияет на судьбу этого человека. Потому что когда ты несешь информацию, ты как бы по ходу, когда ее несешь, ты ее еще и украшаешь. Ավելացնում ես, այո, այդ դառնում է ուրիշ պատմություն։ Да, и вы знаете, тут очень важная и очень больная тема. Ведь из-за таких разговоров, из-за таких ситуаций рушились семьи, рушились репутации нормальных людей, красивых женщин, порядочных. И так далее, и тому подобное. То есть это не просто тема на «посмеемся и проехали». Я правильно поняла вопрос? Это же не тот вопрос, что обычный бамбасанг. Если такое, то я считаю, что, во-первых, виноват тот, кто слушает, и, естественно, виноват тот, кто это распространяет. Մոտ ընկերուհիդ է կամ միասին թատրոնում խաղում եք, գալիս լացակումացում եք, գիտես, ուզում է աչքի դրել իմ տղամարդու վրա, ինչ անես, ասես գնա այստեղից, լսում ես ակամա, ինչ ես անում, բայց ինչ գիտես, суть в чем? Алло, мне позвонили, у меня сразу такая история пойдет, потому что да, потому что я такое не смогу. А потом еще и после этого, наверное, следующий день подойдет, скажет, только никому не говори. И потом она уже 5 рассказала, эти 5 всем рассказали, она приходит и говорит, ты сказала. Еще вот такая история может быть. Поэтому я не попаду никогда в жизни, у меня мозги есть. Предполагаю и вижу, что происходит. Я вижу, как эти люди себя топят. И никогда не позволю так сделать. Նման մարդը կարծես թե պետք է հարմարվեր յուրաքանչյուր ասպարեզում, յուրաքանչյուր մթնոլորտում, միջավայրում։ Да. Բայց դու բաժանվել ես։ Да. Քո տեսակի մարդուն ինչը պետք է դրտել։ А потому что вы неправильно поняли. Здесь Хармарвелю история ничья. Смотрите, если уж тема зашла об этом, я вам скажу, я очень ценю и уважаю своего бывшего мужа, потому что он отец моего ребенка, и у нас не было никаких проблем. Просто так получилось, по истечению времени, к сожалению моему, и его сожалению. Даже на этой теме невозможно посплетничать по этому поводу, хотя, может быть, кто-то об этом говорит и так далее. Но мне абсолютно все равно, потому что для меня важны отношения его с ребенком, со мной и так далее и тому подобное. Здесь нет таковой какой-то причины, которую можно обсуждать. А если там, может быть, когда-нибудь кто-то что-то сочинит, это их проблемы. Моя совесть, совесть моего бывшего мужа чисты перед друг другом. Это самое важное. И закроем на этом тему. А все остальное, да, понимаете, я не говорю так, потому что у меня нет проблем в жизни или их никогда не было. Вы сами прекрасно понимаете, что каждый из нас, тем более будучи сильным человеком, всегда проходит определенные проблемы в жизни. Просто тут уже зависит от характера человека. Говорят, вот есть дно, да, ситуация, но даже одна, у меня такое мнение, можно оттолкнуться и взлететь. Вот либо ты этесаки мартес, либо ты гармарвохес. Удобно. Вот я неудобная. Հետարքիր ինչպես կպատասխանեն բլիցերին մեր գեղեցկուհիները։ Մենք ունենք հատուկ հարցեր ուղղված ձեզ երկուսիդ եւ պետք է լսենք ձեր պատասխանները։ Տղամարդը գնահատում է խնամված եւ գեղեցիկ կնոջը, թե եփոխ-թափող։ Եփոխ-թափող։ Ասում եմ, որ մարդիկ գնահատում են այն մարդկանց, ովքեր որ առաջին հերթին իրանց են գնահատում, այսինքն այն կինով իրեն խնամում է ու գեղեցիկ է, այսինքն իրեն գնահատում է, սիրում է, իր արժեքը գիտի։ Լավ, եթե ձեր սիրելին թույլ չտա լինել շիկահեր,
Если мужчина, которому я понравилась, который меня полюбил такой, навряд ли попросит. Но гипотетически предположим, мы же все в отношениях находимся по любви. Если вдруг мой мужчина мне скажет обязательно, вот ну пожалуйста, ну прошу, но это как-то будет предложено, я могу попробовать, почему нет? Пробуешь, но если не вдруг нравится. мне не понравилось, я говорю, видишь, солнышко, сделай. Идите в зал ожидания. Да, в сад. Հասկացա։ Ահա, լար։ Ես իրականում լիովին համաձայն եմ, բայց ասում են, չէ, եթե չես կարող մի ընտրիր այնպիսի տեսակի, որին դու փորձելու ես փոխել, բայց էլի եթե արժանի մարդ է ու Չէ, դա արժանի է, որ քո կողքին է, արժանի է, այս տվյալ պարագայի արժանի է։ այդքան կարևոր է դա Հա, շատ իր համար, կտրուկ։ վերջի վերջո կյանքի մահու հարց չի, ինչու ոչ։ Ինչու են կանայք ամուսնանալուց հետո կորում ընկերների համար, կորչում, այսպես։ Смотрите, это должна быть определенная причина, правильно? Вот она такая, она сякая. Я предполагаю, как может быть. Но я никогда не думаю, что я буду общаться с плохим человеком. Потому что мне плохой человек априори не может нравиться. Вот прям плохой человек. А если он хороший человек, мне все равно, что о нем говорят. Լարեն երևի դեռ շուտ է։ Ես մի քիչ դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, որովհետև ամուսնացած չեմ, բայց ունեմ տարբերակներ, այսինքն իմ աչքի առաջ, երբեմն դա հենց կնոջ ընտրությունն է լինում, օրինակ ամբողջովին նվիրվել ընտանիքին։ Ну, времени просто, наверное, не бывает. Ու ինքնակամ մոռանալ կամ չհամարենք դա մոռանալ, ուղղակի մի քիչ արդեն պրիորիտետ, հա, փոխել տալ ավելի շատ առաջնայնությունը, նախընտրությունը ընտանիքին, հետո նոր արդեն մնացածին։ Բայց Կարևոր բան չի։ եթե կա լավ ընկերություն, ամեն դեպքում դա ժամանակի հետ չի որոշվում։ Դու կարող ես կես տարին մեկ էլ հանդիպել քո մտերիմ մարդու հետ, բայց նույն կապը պահպանված լինի։ Լավ, երբ ընկերուհին խնդրում է ձեր առած նոր զգեստը կամ կոշիկը մեկ օրով հագնել։ А я дарю сразу. Լուչը դարից, ամետար գնա մենակ։ Нет, вообще для меня это не проблема. Хоть весь гардероб. Բայց նոր, պատկերացու դու դեռ չես հասցրել։ А так часто было, почему нет? Ну, то есть не знакомый, ну, я даже иногда там, вот, я знаю, что там человек ритагнул, а самого у меня есть, как у тебя вон там с биркой висит. Բայց կարևորը ինքան կեղծ է։ Я просто, как же? Անկեղծ է։ Սա այսինքն սա պարզապես խաղ չի, կամ էլ դու փայլու գենիալն է ակտրիսը։ Կամ էլ գենիալная актриса։ Չէ, բայց այս դեպքում Мне нечего доказывать. Тут просто, мне кажется, опять же, зависит от характера человека. Мне типа вот нравится, на. Это нравится, на. Իմացեք, եթե ինչ-որ բան հավանեք, միացեք։ Просто я сама хожу в одном и том же, в черном. Потому что даже на это время нет. У меня один там костюм, 58 оттенков его. Вот мне так удобно просто. Լավն է։ Լար։ Ես էլ եմ շատ հանգիստ վերաբերվում դրան, եթե դա իմ հատուկ բեմական հագուստը չի, որը որ ես պետքա դա հագնեմ մշտական իմ միջոցառումների ժամանակ, բացի դրանցից, մնացածին շատ հանգիստ եմ վերաբերվում։ Նվիրում ես, դու ես նվիրում։ Կարող եմ տալ, կարող եմ նվիրել, հետո մենք ամենամտերիմ ընկերուհիների հետ շատ ունենք այդ սովորությունը, չգիտեմ, մի զարդ պատվիրում ենք, մեկս մյուսի համար էլ ենք պատվիրում, մի շոր պատվիրում ենք, ո գտել եմ, քեզ էլ պատվիրեմ, դրա համար Хатук Баймакан Хакуст вырастать, я просто понимаю, наша певица, это же всегда такие яркие, да, это, а мы же артисты, это там спектакль 42-го года, там какая-то шуба поношенная, реквизит, 30 лет ей, в ней кто-то 2 раза умер, допустим, кому это нужно, объясни? Երբ ասում են, որ ասում են, տարբեր մարդիկ են ասում է հանդիսատեսը, ասում են նաև նրանք, որ բլոգերները ձեզնից պահանջված են։ Не пойдет, потому что есть профессия интервьюер, есть профессия телеведущий, есть профессия артист, есть профессия режиссер. Но не может быть каждый раз что-то режиссер, что-то артист, что-то артист. Так не получается. Хотя при этом мы все эти профессии уважаем, любим и ценим. И они нас уважают, любят, ценят. Но это разные вещи. Каждую профессию нужно уважать. И никогда не надо сравнивать. Мы блогеры, мы сравниваем с артистами. Ну это странно просто. Просто очень странно. Это 2 разные профессии. Другое дело, если блогер сегодня выступает на сцене, это окей. Բայց մի րոպե, արդյոք բլոգերը դա պրոֆեսիա է, այ կա բլոգերային դպրոց, բլոգերության դպրոց։ Смотрите,
Человек этим зарабатывает деньги. Человека Это не знают. профессия, это навыки. Это блогинг, Это ничего. навыки. Но это становится профессией, потому что это тебе приносит заработок. Да. Նոր մասնագիտություններից աշում։ Я это воспринимаю как профессию. Конечно. Конечно. Да, Конечно. менеджмент, продюсинг, Դա այդ ամենը նաև մտնում է блогինг եւս Все, за մեդիայի что մեջ։ тебе платят деньги, по большому счету, тем более в этой сфере, это профессия. Հիմա ժամանակակից լրագրողը պետք է տիրապետի նաև բլոգինգի Երևի։ հմտություններին, Լարա դու ինչ կասես։ Բլոգինգը ինքն իրենով մարքեթինգի մի մեծ ճյուղ է ներկայացնում, իսկ մարքեթինգը այսօրվա ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, ու որակով բլոգերը, այո, իրոք այսօր իրականում իր տեղը ունի։ Բայց համաձայն եմ, որ պետք չի համեմատել ինչ տարբերություն բլոգեր, այսինքն բլոգերին համեմատել դերասանուհու հետ։ Միգուցե բլոգեր լինի, որ ինքն էլ ունենա Իր բլոգը ավելի շատ հետևորդներ ունի եւ կարողանում է Да, и может быть на сегодняшний день молодое поколение Գովազդը того ավելի блогера շատ կարող знает անում больше, ունենա, чем քան- всех нас вместе взятых. И это нормально. Но Դա это եթե не սրա одно и մեջ то են, же. բնականաբար այնտեղ Ну տեսնենք да. Բայց դա էլ պետք է հասկանալ, ինչ տարբերակով են ճանաչում, այսինքն կան Հեռախոսում։ ոլորտում, այսինքն չէ, ինչպես են ընկալում, կան ոլորտում այնպիսի բլոգերներ կամ համացանցում հայտնի այնպիսի մարդիկ, որոնց ուղղակի, չգիտեմ, մեղմ ասած, այդքան էլ լավ տարբերակով չեն ճանաչում, ավելավետ չճանաչեն։ Եվ լավ չլինի։ Но при этом есть и хорошие ребята, Իհարկե, которые լավ реально... Իհարկե, կոնտենտ, ամենտեղ լավ լավ կոնտենտ, կոնտենտ։ Во-первых, Конечно, контент, и конечно. во-вторых, они могут еще и быть Асалик артистами, ունեն, на շատ сцену ավելի լավ выходить. դերասանական Почему нет? հմտություններ Ну, у ունեն։ каждого свое. Քիչանց գուցե եւ կրքերը էլ ավելի թեժանան կարծիքների տեսանկյունից Ազատ ժամանակ ֆիլմեր եմ նայում, ես հաճախ եմ ֆիլմեր նայում։ Գիտես ինչ են անում կանայք։ Ոնց են փորձում այդ կոնկուրենտ կանանց հեռացնել ասպարեզից։ Վերցնում են մի շիշ գինի, գնում են տվյալ տղամարդու մոտ եւ ասում են ես քո ընկերն եմ, արի խմենք, քննարկենք, խոսենք թե ինչու է սանտրամադիր։ Հանդիպել ես այսպիսի բաներին։ հարցեր լուծելու դյուրին տարբերակ գինի Այո։ գինն ու գինին Բայց ես ձեզ մի բան ասեմ, Վանարդիով նման բան չի ստացի։ Վանարդին բացահայտում է մարդու իրական դեմքը։ այո այնպես որ խմեք եւ մի նախանցեք միմյանց իսկ եթե ձեր մտերիմ ընկերուհին կամ ընկերուհու ընտանիքը ուղևորվել է լորի գյուլագարակ Dream Park մի նախանձեք դուք Դա- եք կարող եք գնալ Թե արի մի նախանձի։ Իհարկե կարող են գնալ եւ գնում են, Գնացեք։ բայց գնում են հաճախ Իսկ նախանձից նախանձել։ դրդված։ Վայ, ոնց ընկերուհին գնաց ամուսնու հետ, ես ինչով եմ պակաս։ դուք էլ գնացեք որպեսզի ձեզ նախանձեն Տեքոր կինը գնաց, տեսար ուր գնաց, լավագույն վայրը գնաց։ Ես պակաս կարող եմ գնալ այնտեղ վայելել։ նախանձեն Կամ էլ ասենք քույրը ինչու՞ չէ, բայց չէ, լավ քույրեր լինում են եւ քույրերը միասին են գնում ընտանիքներով Dream Park վայելելու ընտանեկան հանգիստը։ գնացեք եւ մի նախանձեք Ես առհասարակ նախանձ մարդ չեմ։ Դու գիտես, որ նախանձ չեմ։ գիտեմ Գիտես, տարիների փորձը դա ապացուցել է, բայց մի բան կա, որ նախանձում եմ։ ճամփորդող մարդկանց ես նախանձում դե ինչպես չնախանձես Հա, որովհետև ճամփորդելը այն է լավ բան լավ կա։ օպերատորի հետ, երբ դիմում ես եւ այդ հանգիստը նախատեսված ծրագրավորված լիարժեք է անցնում։ Եվ ասեմ ավելին, օպերատոր, որտեղ քեզ պատրաստ են լսել, աջակցել եւ վիզայի ստանալու հարցում, եւ հյուրանոցների ամրագրման, հարմար, այսպես հա, ամրագրումներ անեն տոմսերի, ագատոմսերի, տարբերակներ առաջարկեն ըստ ձեր գրպանի պարունակության, այդ ամենը իհարկե վերաբերում է Lore Travel առաջատար զբոսաշրջային օպերատոր։ Մեզ միացավ իրական գեղեցկուհի վիցեմիս Հայաստան Մարիամ Խաչատրյանը։ Ողջույն, բարի գալուստ լույսը վարիր տաղավար, թեև մի անգամ արդեն հանդիպել ենք։ Դեռ նոր էր։ Առաջին քայլերն էր Լսի, սկսում։ արի ճիշտ ասա, իրական գեղեցկուհի մեր գեղեցկուհիներն էլ են իրական։ Իրական, բայց տիտուլով, ստատուսով գեղեցկուհի։ ստատուսով։ Այ ես դա նկատի ունեի, ահա։ Նախ շնորհավոր Մարիամ Շնորհավորում ջան։ եմ, Մարիամ ջան։ Արժանի հաղթանակ։ Մարիամ, ձեր ասպարեզում ամենից ամենապետք է լինի այդ նախանձը, հատկապես դեպի իրականացած աղջիկներ, մեկը մյուսին նախանձում են, այ ինքը կշահի, ես ինչու ինքը, ինչու ոչ ես եւ այդպես շարունակ։ Ձեզ մոտ ինչպես եղավ։
Մեզ մոտ եղավ ավելի գիտակցված այդ ամենը, քանի որ մենք բոլորս մեզ վրա դարձանք ինքնավստահ։ Ու հասկացանք, որ սա չի որոշում, եւ թագը նույնպես չի որոշում։ Մրցույթը, որի շրջանակներում ունեցանք գեղեցկուհի հաղթող, ունեցանք վիցեմիս։ Բայց կասեմ, որ աղջիկները այնքան գեղեցիկ էին, բայց ստանդարտներ այդպիսին, որ ասեմ, գոյություն ունեն ու Մարիամ, ես հասկանում եմ, որ հիմա այդ գեղեցիկ է տեքստը հնչում եւ բնականաբար դու այդպես պետք է արտահայտվեր, բայց արի մի քիչ խորանանք, գնանք կուլիսներ, գնանք գրիմանոց, որտեղ գեղեցկուները պատրաստվում էին իրենց մեկ իր օգնականներով, ի վերջո այդ հոգու խորքում մտածում ես, չես մես, չէ, ես պետք է հաղթեմ, այլ ոչ թե ինքը։ Դե բնական միանշանակ բոլորս ունենք ցանկություն այդ հաղթելու, քանի որ այդտեղ ենք ու անցել ենք տարիներով շատ դժվար ճանապարհ, ամեն մեկս մեր հետևում ունենք պատմություն, որը իսկապես շատ դժվար է եղել, հա, ու բոլորն էլ այդտեղ ցանկանում են հաղթել, բոլորը։ Բայց գիտակցում ենք նրան, գալիս ենք այն գիտակցման ավելի ճիշտ, որ այդ արդեն հաղթանակ էր, այդ Հիմա դու ունես հաղթանակ, մեկ ուրիշը չունի։ Հիմա այդ մեկ ուրիշից դու այդ էներգիան ես վստահ զգացել ես, այդ նեգատիվ էներգիան, որ այտես ինքը հաղթեց, ես չէ։ Արի ես ավելի վատ ասեմ էլի։ Հիմա բոլորը շունչը պայեցին էլի պետք է ասեմ։ Նայր, հաճախ այդ նեգատիվը ոչ թե արտահայտվում է էներգիայի, այլ անգամ խոսքի եւ գործողությունների միջոցով։ Միանշանակ։ Ով էր սիրեկանը, ում հովանավորության տակ Ով էր էր, պապան։ ով էր Կոշիկի պապան, կրունկը պոկվի տեղ չհասնի։ բեմի վրա։ Հագուստը պահել։ այ հաճախ միգուցե անոնիմ, ոչ այդպես անվանական, բայց ստացել ես նման նամակներ վստահել։ Հետո Միգուցե ես դες հիմա բոլորից զարմացնեմ, բայց ինձ ուղղված ոչ մի բան չեղավ։ Ոչ մեկ վատ բան չի գրել, ասես այդ ինչի դու, այլ ոչ։ Չէ, հակառակը կլինի ես սոցցանցերում կլինի տեղում, բոլորը գոռում էին իմ անունը, իմ համարը, իսկ ես անգամ մտածել եմ, որ ես տասնյակում չեմ հայտնվի։ Ես ուղղակի բեմում դողում ու լացում եմ ոչ թե նրա համար, որ ես հաղթել եմ, որ այդ մեծ բանակը գոռում է իմ անունը։ Ես դրանից շոկի մեջ էի։ Ես հաջորդ օրը մտնում եմ եթերի կոմենտարիաները տեսնելու մեկնաբանությունները նույն ինքը։ Ես ապշեցի, որ որտեղից գիտեն։ Ընդհանրապես ես շոկի մեջ էի։ Դրել ասա մենք էլ հնենք էդիլ։ Բնական։ Դրական։ Մար հաճախ եթե շատ լավ է իհարկե որ այդ ամենը իրական է, ինչը մի քիչ զարմանալի է, որովհետեւ մենք իրականության հետ բախվելով ուրիշ բանի ենք հանդիպում, դե կյանք է, բայց եթե չի լինում ասենք ասպարեզում կամ աշխատանքի վայրում ինչ որ միտեղ կոմպենսացվում է հարևանների բարեկամների շրջանում մեկ էլ տեսնում ես վերաբերմունք փոխվեց ու ակամա ցույց են տալիս, որովհետև նախանձ է այնպեսի բան է, ինքը ոնց որ ասեղի նման է, ծալկում դուրս է գալիս, անգամ եթե քո արչև ժպտա, այդ դու կզգաս, ես քեզ սիրում եմ, թե չեմ սիրում նախանձ։ Հիմա իմ մտերիմ ընկերուհի կորցրեցիր այդ ընթացքում ախտանակից հետո։ Կամ ովքեր սառն են քեզ հետ ատեն շփվում։ Միանշանակ շատ։ Ես իմ ասելիքը նա էր, որ մրցույթի շրջանակներում մեր շրջապատում եղած այդ տարիներով մարդկանց մեջ չեղավ նախանձ, չեղավ աղջիկների կողմից վատ մեկնաբանություն կամ ասել, որ չէ դու արժանի չէիր, ես էի արժանի, նման բան չեղավ, բայց մրցույթից դուրս շրջանակներում իսկապես կորցրեցի թե լավ ընկերուհիներ, թե լավ կամեցող մարդիկ, ովքեր միանգամից շրջվեցին ու ասացին, բայց դու արժանի չէիր, բայց դու վճարել ես, դու խարդախությամբ, չգիտեմ, ինչ որ բաներ, որ գիտեմ մենակ ես երևի, որ դա եղել է իսկապես իմ համար անակնկալի, ես կապ չունեի ու տեղյակ չէի, ես անգամ հիշում եմ ոնց եղավ, որ քայլ առ քայլ մեզ անջատում էին, սկզբից տասնյակ, հետո հնգյակ, հետո մնացինք երկուսով, ես ամեն անգամ ասում էի վերջ, տասնյակից հետո ես դուրս մնացի, վերջ, հնգյակից հետո ես այսքանն էր, վերջ, դուրս մնացի, բայց որ հասա երկրորդին ու բռնել էի մեր մյուս մասնակցի ձեռքերը, ես արդեն գիտակցում էի, որ այստեղ ես հաղթել եմ, այդ ժամանակ, որ ասում են վիցեմիսը հաղթել է Մարիամ Խաչատրյանը, ես դա չեմ լսում, ինձ համար այդտեղ կանգնելն արդեն հաղթանակ էր ու ես չէի հասկանում ուղղակի ինչ էր կատարվում, հա, Միս Հայաստանից դուրս շատ վատ մեկնաբանություններ լսել եմ, շատ բաներ եմ լսել, որ ասում են ամբողջովին սարքած, որ ասում են ամբողջովին, չգիտեմ, վիրահատվել է, կամ ունի լավ մեջ։ Մեկ են ասում։ Ու ես, ով որ այստեղ եղել եմ մի տարի, երկու տարի երևի առաջ, ես նշել եմ, որ անցնում եմ այս ճանապարհը լրիվ մենակ։
ու լրիվ մենակ էլ հասել եմ դրան։ Հիմնականում վատ մեկնաբանություններ գրողները կամ պարզապես քեզ հետ առնչվողները, այդ նեգատիվ տարածողը կանայք են թե տղամարդիկ։ Ասա։ Կանայք։ Բնականաբար կանայք, իհարկե։ Եվս մի հարց, այդ կանայք մտերիմ շրջապատից են թե հեռու մարդիկ։ Մտերիմներից մտերիմ չեմ ասում, երկու հոգի, իսկ հերվից ում անգամ չեմ ճանաչում, չեմ լսել երբևիցե շատերը եղան, որ չգիտեմ էլ ովքեր են, նեղվել են եւ գրել են։ Քո արձագանքը նման դեպքերում ինչ ես անում, բլոկավորում ես կամ եթե մոտ մարդը այլևս չես շփվում, ինչ ես անում։ Թե պատասխանում ես։ Դե քանի որ իրենք ինձ բոլորը անծանոթ են, ես նախ սրտիս մոտ չեմ ընդունում ու շատ անգամ ուղղակի կարելի է այդ ամենի վրա ծիծաղել, բայց մի պահ sense մտածում եմ մինչև այդ մարդու, փորձում եմ այդ մարդու դերի մեջ մտնել, հա, ես մտնեմ ինչ-որ մեկին, վատ կոմենտարի թողնեմ ու ասեմ, այսպիսին ես, այնպիսին ես եւ այլն, իսկ միգուցե այդ ժամանակը ես ծախսեմ ինձ վրա ու փորձեմ ես մի քայլ առաջ գնամ իմ մասնագիտությամբ։ Ու էլ ավելի մեծ նախանձվածքներ։ Այո, իհարկե։ Մարիամ, իսկ չես մտածել ինչու է նա դա անում, այդ վատ կոմենտ ինչու է գրում։ Նախանձում այն ինչու է գրում։ Չգիտեմ, ես մտածում եմ, որ մեր աղջիկները այսօր շատ բարձր մակարդակի են հասել, քան որոշ ժամանակ առաջ էր, ավելի ինքնավստահ են, ավելի աշխատասեր են ու շատ անգամներ տղաներին ուղղակի, չգիտեմ, մի կողմ են թողել, քանի որ իրանք այդպիսին ուժեղ են դարձել մեր աղջիկները։ Ինչի մյուս աղջկան թողնել վատ մեկնաբանություն, եթե կարելի է ինքդ հասնել ինչ-որ բարձրունքի։ Իսկ եթե կներես, տնային տնտեսուհին է գրում վատ կոմենտար, այ անուշիկ աղջկա անկետը, դա ինչ է նշանակում։ Դեք բոլորի կյանքը այնքան դժվար է, մեկը ամուսնացել է չցանկանալով, ունի, չգիտեմ, ոչ սիրելի ամուսին իր կողքը, արդեն ունի այնպիսի կարգավիճակ, որ չի կարող ոչինչ փոխել իր իսկ մտածելով իր կյանքում, արդեն չարանում է։ Այսօր ամեն մեկը չարացած է ինչ-որ բանից ելնելով։ Մենք այսօր կարող է դրսում շատ մարդկանց տեսնենք լավ մեքենայով, լավ տանը, լավ, չգիտեմ, հագուստով, բայց իրանք լինեն շատ չարացած, իրանք սիրելու պակասից չարանում են։ Ինչու է երջանիկ մարդը կինը չար, երջանիկ կինը։ Это невозможно. Նաև հարուստը եւս Հարուստը ընտանիք ունի, գյուղ ունի, Харуст это մեքենա нормально, но ունի, если человек счастлив, Ага. то я не думаю, что он может быть прям злым, злостным человеком. Если ты счастлив, ты наоборот улыбаешься всем, ты пытаешься как-то... Երբեք չես լսի վատ բան գրես, դու երջանիկ ես։ Իհարկե, ոչ մեկ չի բաց կարող իմանալ այդ մարդու ներսում ինչն է իրան ցավացրել, որ ինքը Դա չարացել է։ թվացյալ Երջանիկ չի։ Դա թվացյալ է։ Մեկի համար տես դու այդպես գեղեցիկ ես, կերպարային հաջողած ես։ երջանկություն։ Այո, բայց ինչ է կատարվում քո ներսում։ Երբ իմ վրա օրինակը բերեմ, այդպես ավելի ճիշտ է, երբ ուզում են ցավեցնել կնոջը, այս դեպքում օրինակի մայրիկին, ինձանով են ցավեցնել, աղջիկա տեսանք, այսպես ասեց, այնպես, հա լավ ինչ օրինակ, հա, այ դրանից հետո մամային ինչ, ուրիշ սերնդին, ինչ են հասել, ինչ խոսակցություններ մայրիկիդ եւ արդյոք նույն կանանց կողմից միգուցե Փորձել են ցավեցնել իրենց։ Չգիտեմ, հորաքրոջ կողմից խառնեմ էլի։ Քանի որ այս ճանապարհը ընտրել եմ շատ դժվարությամբ ու անգամ որոշ ժամանակ ծնողներիս թողնելով գալով Երևան, Դու ինքդ հրազ չէ, որտեղից ես։ Վանաձորից ես։ Թողնելով բոլորին դեմ գնալով այս ասպարեզ մտնելով, ես անցա այդ շատ դժվար ճանապարհը ու ինձ այդ ժամանակ էին ասում, չես կարող, չի լինի, շատ վատ ճանապարհ ես ընտրել, վատ մասնագիտություն ու վատ կարիերա եւ այլն, բայց այդ ամեն ինչը փոխվեց, երբ որ բեմի վրա բոլորը սկսեցին գոռալ իմ անունը։ Երբ որ իմ հայրը ինձ ասաց, «Երբ որ դու դառնաս մոդել, ես աղջիկ չեմ ունենա այդ ժամանակ»։ Մրցույթի օրը ամենաբարձրը իմ պապան էր գոռում ու դրանից հետո իրանք ավելի սիրուն սկսեցին ներկայացնել բոլորին, որ չէ, մեր աղջիկը, քանի որ մոդել է դարձել, վիցեմիս է դարձել, դա ունի իր լավ կողմերը, ոչ թե վատ, ու այդ ժամանակ շատ իմ բարեկամների երևի տենց ասամ, շատ ծանոթության կարծիք փոխվեց, քանի որ իրանք տեսան իմ այդ տարիների ճանապարհը, չսխալվել է շատ ժամանակ։ Ահա։ Բայց հետաքրքիր է, մեր հյուրերի կյանքում նման իրավիճակ եղել է, երբ ծանոթները, բարեկամները կամ հարազատը փոխել է կարծիքը ընտրած ճանապարհի հանդեպ։
Ես կարող եմ ասել իմ ամենամտերիմ, այսինքն հենց տան անդամները ի սկզբանե մտածում էին, որ սա ինձ մոտ ուղղակի կլինի հոբի, որովհետև ես բավականին ստացված կարիերա ունեի, արդեն իսկ աշխատանք, ֆինանս եւ այլն, մտածում էին, որ սա ինձ մոտ կլինի հոբի, մինչեւ որ ես ընդհանուր հրաժարվեցի ամեն ինչից, իմ կայուն աշխատանքից, ֆինանսից եւ այլն հրաժարվեցի ու ասեցի, որ չէ, ես այս պահից սկսած զբաղվում եմ մենակ այս ամեն ինչով, հասկացամ, որ մի քիչ ամեն ինչ ավելի լուրջ է, քան պատկերացնում էին։ Բայց եկեք ասենք, Չէ, ասում եմ անլուրջ բան է, լուրջ գործ։ հարևանները, բարեկամները եւ այդ նմանօրինակ մարդիկ լավ էլ գիտեն ինչ ես ընտրել։ Պարզապես իրենց ձեռք է տալի։ Եկեք ճիշտն ասել, նշել, որ դու ճիշտ ճանապարհին չես։ Հետո գիտեք, մի նկատառում, չգիտեմ կհամաձայնեք ինձ հետ թե չէ, բայց հիմա այդքան չէ, բայց առաջներում մանավանդ ավելի շատ ա եղել։ Մի փոքր կողքի մարդիկ շատ թերագնահատում են այս ոլորտը, կլինի գեղեցկության ոլորտը։ Առհասարակ երևի թե ընդհանուր արվեստի Չեն թերագնահատում, կասկածելի են վերաբերվում։ Անլուրջ են վերաբերվում։ Անլուրջ։ Մի րոպե, Վանաձորի աղջիկ։ Ասենք Վանաձորում պատկերացնում ես, չէ՞, ասենք ինչ կարող են խոսել մի աղջկա մասին, ով փոկվել է տնից, մենակ ես մնակում։ Այո։ Արդեն 4 տարի։ 4 տարի մենակ մնակվելով 20 տարեկան աղջիկը, դու պատկերացնում ես, արդեն ինչ մի հատ պատկեր է գալիս, չէ՞։ Մնում է արդեն թողեց իր տունը, թողեց իր ընտանիքին, գնաց։ Հավանաբար ունի հարուստ սիրած, հավանաբար ճանապարհով։ Հա, իրանք դեպի միանշանակ հաստատով են դա խոսում։ Ինչ ամեն ինչ գիտեն։ Ինչ հնարավոր ու անհնարին է իմ մասին խոսում են։ Բայց երբ որ մի անգամ իմ ծնողներին ասացի, խնդրում եմ, կգաք 1 օր, ընդամենը 1 օր, մնաք ինձ հետ ու հասկանաք ես ինչ եմ անում, որպեսզի մեկ քասթինգին գնալու համար ես ունենամ տաքսու գումար կամ հագուստի գումար։ Երբ որ իրանք եկան, իրանք միջև գիշեր ինձ չտեսան, քանի որ գիտեին որտեղ եմ աշխատում։ Հենց մեր բակում սուպերմարկետ կար, այդտեղ էի։ Գիշերը մտա տուն, համբուրեցի, գրկեցի, իրանց ասի կներեք պետք է արագ փոխվեմ, երկրորդ սուպերմարկետում եմ աշխատանքի։ Ու իրանք էլի նստեցին ժամերով սպասեցին, թե երբ է իրանց աղջիկը գալու տուն, երբ որ եկա արդեն 2 ժամ էր մնացել ինձ քնելու, որ նորից աշխատանքի գնամ։ Ասեցին, բայց սենց ո՞նց ես կարողանում։ Ասի դե քանի որ հարուստ սիրած չունեմ, այս տարբերակը պիտի ընտրեմ։ Քույր եղբայր ունես։ Այո, քույր ունեմ հալաստ։ Քրոջդ վերաբերմունքը այն ամենի հանդեպ ինչ դու անում ես։ Անկեղծ։ Ինքը երևի այն միակ փոքր հրեշտակն է եղել իմ կյանքում, Շատ փոքր է։ Չէ, ինձ 17 տարեկան եմ, ես 22 եմ։ Ինքը երևի այն փոքր հրեշտակն է, որ միշտ ասլատելով մի նեղացի մամայից, մի նեղացի պապայից, իրենք չեն հասկանում, ես վստահ եմ, որ մի օր որ դառնաս, մի օր որ լավ լինի, իրենք քեզ կհասկանան։ Իսկ ինքը ասում է, ես էլ եմ ուզում քո նման լինեմ, թե ասում է ես չեմ ուզում, ես ուզում եմ օրինակ դառնամ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների տեխնոց։ Երևի մի բան ասեմ, դրանով սահմանափակվենք, իմ քույրը իմ հակապատկերն է լրիվ ու ինքը բոքսով ազբաղվում, այս տարի էլ դարձավ փող չեմպիոն։ Իսկ կարող է դա ներքին ըմբոստություն է քո հանդեպ, այսինքն միշտ եթե ընկերուհիներ են կամ քույրեր են կամ արունակից միշտ ինչ որ հակառակ բան են անում, որ ապացուցեն իրենց առավելությունը։ Այս զգացել ես։ Չէ, փոքրուց երկուսս էլ սպորտի հանդեպ անտարբեր չենք եղել, շատ սիրել ենք, ինձ հետ միշտ տարել եմ որոշումներին, փորձել եմ մոտ տանեմ սպորտին, քանի որ ինձ համար գեղեցիկ կինը պետք է սպորտով զբաղվի միշտ։ Ինքը ընտրեց այդ ճանապարհը ու մենակ ես էի երևի, որ կողմ էի, որ հա գնա բոքսի, տնացինն ասում էին, մեն աղջիկը քիթը ջարդված գատուն, ինչ ենք անելու։ Որոշ ժամանակ ինքը զբաղվեց ու արդեն ես էի սկսում դեմ լինել, ասում էի արդեն պետք չի, արդեն հերիքը, ինքը ընտրեց այդ ճանապարհը շատ վստահ, միաժամանակ սովորում է լեզուներ, սովորում է մեր Վանաձորում որպես туриզմի բաժին ու Եվ դեռ հարցը թե ում են նախանձում, քեզ թե իրեն։ Այո, ու հարցը էլի։ Եվ հետաքրքրում է Լենայի պարագայում, երբ դու մենեջմենտը լուրջ աշխատանք թողեցիր Մոսկվայում եւ եկար ասել վաղվանց դուրս եմ գալիս թատերական բեմարտը դեր խաղալու, քեզ ինչպես ընդունեց առասարակայ բարեկամները, հարազատները, անլուրջ բան է։ Дело в том, что вот если что касается моих родителей, они всегда поддерживали любое наше решение, мое и сестры. То есть никогда не было такого, что вы выбираете какой-то неправильный путь, потому что, в принципе, те пути, которые мы выбирали, они были нормальные. То есть это путь нормального человека, который хочет работать, хочет чего-то добиться и так далее и тому подобное. Поэтому, а что касается вообще, в общем-то, родственников, ну, у нас никогда такого не было, чтобы мы лезли в семьи чьи-то или к нам. У нас все так
красиво, благополучно и все нормально. Նախանձում է կինը սովորաբար գեղեցիկ կնոջը, հաջողած կնոջը, թե լավ ընտանիք ունեցող սիրված կնոջը։ 3 в 1. Երևի երեքը միասին։ Բառան ոնց որ Շուզմանի առանձին բան ասի։ Չկան, չէ, կանայք, ովքեր գեղեցիկ են, հաջողած են, բայց չունեն կողակից, սիրված չեն, հա։ Կարծես թե դա քիչ է իրենց համար։ Գիտեք, ինձ թվում է մարդիկ երբեք այդքան չեն խորանում։ Այսինքն, երբ որ տեսնում են քեզ այս մի կերպարում, իրենք միշտ քեզ դիտարկում են այդ մի կերպարով, այսինքն էլ չեն մտածում, դու օրինակ միայնակ ես քեզ գում, հետո այդ ելույթից հետո գնում ես տուն, ուրախ ես, տխուր ես, այդքան չեն խորանում երբեք, միշտ նայում են քեզ որպես ուղիղ։ Երևի թե ամենաշատը կմտածեմ, որ նախանձում են հաջողակ կանանց, որովհետև իրենք ավելի շատ են ընկնում աչքի, զուտ դրա համար։ Մի օր ցերկա մոռացա, հարուստ ցերկա ունենալու։ Չէ։ Ես կասեի մարդիկ նախանձում են նրան, ինչ ինքները Ինչի պակաս ունեն։ Ինչի պակաս ունեն։ Առաջիկայում ամանոր է, երևի այդ նախանձը փորձենք, հա, վանենք մեզանից, ամեն դեպքում լավ նոտայով, հա, ավարտենք։ Շնորհակալ ենք, որ եկաք Շնորհակալ եւ ենք կարծիքները եւ գեղեցկացրեցիք, լուսավորեցիք մեր տաղավարը։ Իսկ ունեմ գեղեցկություն։ մի նախանձեք եւ եղեք սիրված, կհանդիպենք մեկ շաբաթ անց։ Լավ մնացեք։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն։ Գործընկեր Lore Travel զբոսաշրջային օպերատոր։ Գործընկեր Dream Park հյուրանոցարեստորանային համալիր։